Հայաստանի բոլոր ղեկավարները փորձում էին կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, բայց այդքան սուրճ չէր ընկալվում։ Հիմա դավաճան տերմինը դարել է ամենօրյա օգտագործման, այսպես ասած, բառամթերք։ Ես կարծում եմ ոչ միայն հիմա, եթե մենք նայենք, թե ինչպես է ներկայացվում մեր պատմությունը, մենք կտեսնենք, որ այնտեղ կան հերոսներ ու դավաճաններ։ Չէ, ես նկատի ունեմ հենց այդ հանգրվանը, ինչու նրանց կարելի էր կարգավորել հարաբերությունները, ասենք Թուրքիայի հետ, կամ ձգտել Ադրբեջանի հետ ինչ-որ մի բան ստանալ։ Հիմա, երբ որ գործողն է անում, ընկալվում է դավաճանական երանգով, որ պարկում են Թուրքիայի տակ, պարկում են ադրբեջանական պահանջների տակ։ Ես կարծում եմ սա կա օբյեկտիվ ճշմարտություն։ Չէ, չկա։ Ավելի շատ կա օբյեկտիվ ճշմարտություն, որ սա քաղաքական պայքար է։ Կարծում եմ յուրաքանչյուր իշխանություն, որը անկախ նրանից թե ինչպես է գալիս իշխանության, կրում է որոշակի պատասխանատվություն։ Եվ դրանով է բացատրվում բոլոր նախկին երկրի ղեկավարների ցանկությունը եւ կարգավորել հարաբերություններ առաջին հերթին Թուրքիայի հետ, որտեղ հասկանում են, որ չկարգավորված հարաբերությունները բերում են նրան, որ Հայաստանը պարզապես խեղդվում է, չի կարող զարգանալ։ Նայեք, իրենց էությունով շատ տարբեր աշխարհայացքների տեր մարդիկ էին, մեր բոլոր ղեկավարները, բայց այդ մի հարցում իրենք իհարկե համակարծիք էին իրար հետ։ Բայց կար նաև ուրիշ շատ վտանգավոր տենդենս եւ կարծում եմ, եթե անկեղծ լինեն, շատ-շատերը կխոստովանեն։ Մեզ թվում էր, որ ստատուս քվոն բերում է մեզ օգուտ։ Եվ այդ, ասենք ասեմ, գավառական մոտեցումը, որ մենք կարող ենք խաբել ամբողջ աշխարհը, Մինսկի խումբը, ասելու, որ այո, մենք կամ հավերժացնել այդ վիճակը։ Եթե հիշում եք Մինսկի խումբը նույնիսկ իր արդեն վերջի տարիների հայտարարությունների մեջ հայտնում էր, որ անթույլատրելի է պահել ստատուս քվոն։ Եվ մենք կարծես թե այդ հայտարարությունը այդպես շրջանցում էինք, կարծես թե այն մեզ չէր վերաբերում։ Դա առաջին հերթին մեզ էր վերաբերում։ Եթե մենք պատկերացնենք, որ վաղ գալիս է իշխանության ամենառադիկալ կուսակցությունը կամ քաղաքական ուժը, հավատացեք, հաստատ համոզված եմ, որ նա փորձելու է էլի կարգավորել հարաբերությունները։ Այնպես որ ես այստեղ բացի քաղաքական պայքարից, որը Հայաստանում ցավոք սրտի ոչ թե ծրագրերի ստրատեգիական, տակտիկական մոտեցումների բնույթ է կրում, այլ ավելի շատ էմոցիոնալ ազդեցություն, հերոս ու դավաճան, որտեղ սա լուրջ խոսակցություն չի, քաղաքական պայքարը։ Դե քաղաքական իրականությունում այդ արատը երևում է, մենք ամեն օր բախվում ենք դրա հետ։ Ինչ է փոխանցում մշակութային իրականություն։ Կամ որ ազդեցությունն է գնում մշակութային հատված։ Դժվարանում եմ ասել։ Ես ավելի կողմնակից եմ, որ մշակույթից գնա որոշակի ազդեցություն։ Ուր էր թե։ Բայց դրա համար կարծում եմ մշակույթ կրողները, ամենայն դեպս նման հավակնություններ ունեցողները պետք է ունենան խիզախություն դուրս գալ մեծամասնության դեմ։ Առաջին պլան բերել իրենց հումանիստական մոտեցումները։ Ընդդեմ պոպուլիզմի։ Ընդդեմ պոպուլիզմի, այո։ Շատ հաճախակի միգուցե ենթարկվելով նաև որոշակի քարկոծումների, չենթարկվելով սպառնալիքների։ Ես անձամբ բազմաթիվ անգամ ստացել եմ հետևյալ առաջարկություններ. եկեք կանգնեք մեր կողքին եւ մենք կհրճակենք ձեզ ազգային ուրեմն մշակույթ կրող մարդ, իսկ եթե հրաժարվեք, կստանաք լրիվ հակառակ պիտակավորում։ Ու երբեմն ստանում եք։ Երբեմն չի, հաճախակի։
Վահան Արծրունին երաժիշտ ասում է, մենք չունենք մտավորականություն որպես խավ։ Եվ դա լավ է։ Լավ է։ Իհարկե լավ է։ Մտավորականություն որպես խավ, դա կարծում եմ ավելի շատ սովետական բնորոշում է, ինչպես բանվոր դասակարգ։ Իսկ եթե լիներ մի բան կկրեր իր ուսերին այդ խավը, չէ՞։ Չգիտեմ, ես միշտ դեմ եմ մտավորականություն բառին, ես կարծում եմ, որ մտավորականը եզակի է, հոգնակի թիվ չի լինում։ Նա հետաքրքիր է հենց նրանով, որ նա յուրահատուկ է, էքսկլյուզիվ է։ Մեզ չպետք է հետաքրքրի մտավորականության կարծիքը, որտեղ եթե կա ընդհանուր մտավորականության կարծիք, նա արհեստացին է։ Այ կա յուրաքանչյուր մտավորականի, եթե իսկապես մտավորական է, առանձին կարծիք։ Լսեք, անպայման չի, որ դուք համաձայնվեք, անպայման չի, որ այդ կարծիքը ճիշտ լինի, որտեղ իսկական մտավորականը միշտ կասկածում է իր ասածների մեջ, կարծիքը փոխվում է հաճախակի։ Կարևորը չփոխվեն սկզբունքները։ Ես մի անգամ համեմատել եմ կարծիքը տերևների պես է, սկզբունքը արմատների։ Կարծիքը պետք է փոխվի, եթե չի փոխվում, դու չունես զարգացում, բայց սկզբունքները պետք է մնան նույնը, եթե ունես իհարկե։ Տիգրան Մանսուրյանի հետ պատահածը ինչ կոնտեքստում դիտարկել։ Գիտեք, փորձեմ ասել, իմ համար, անձամբ իմ համար, բացարձակապես չեմ ուզում տարածեմ որևէ մեկի վրա, բացարձակապես կապ չունի գաղափարական տարաձայնությունը։ Իմ համար մեծ նշանակություն ունի, ասենք ասեմ, գեղագիտական էությունը։ Եթե տարբեր քաղաքական ուղղություններ ունեցող շարժումներ կամ գաղափարական տարաձայնություններ ունեցող շարժումներ, մարդիկ, կուսակցություններ, ինչ ուզում եք ասեք, օգտագործում են նույն բառապաշարը եւ նույն գործիքակազմը, իրենք իմ համար գտնվում են նույն դաշտում։ Եվ այդ տգեղ անճոռնի երևույթը ոչ թե կարծիք հարցնել, որը իհարկե շատ լավ է, չնայած կարծում եմ ընդհանրապես պետք է մտածել, թե արդյոք կարելի է թույլ տալ ապրիլի 24-ին հենց այդտեղ հարցազրույց վերցնել։ Իմ համար այդ ագրեսիվ մոտեցումը անկախ նրանից, որ թևն են ներկայացնում, միանշանակ անընդունելի է։ Առավել ևս, որ հասկանում ես, որ իրականում կարծիքը հետաքրքիր չի։ Հարցը այնպես է ուրեմն ձևավորված, որ իր մեջ արդեն կրում է մեղադրանք եւ պարտադրողաբար այդ մեղադրանքի հետ համաձայնվելու սպասելիք։ Սա անթույլատրելի է։ Գիտեք, բայց եթե սկանդալ է պետք, ուրեմն թույլատրելի է, ինչու՞ չէ։ Եթե սկանդալ է պետք։ Դրա համար ես կարծում եմ երևի թե պետք է մտածել, որպեսզի Ծիծեռնակաբերդի, Եղեռնի, Զոհերի հուշարձանի մոտ արգելվի։ Հարցազրույց վերցնել։ Իջեք ներքև, այնտեղ Հրազդան ստադիոնի մոտ կանգնեք եւ ով կուզենա ձեզ հարցազրույց կտա։ Ցավոք սրտի վերջի տարիներին մենք քաղաքականացնում ենք ապրիլի 24-ի ժողովրդի երթը դեպի ուրեմն հուշահամալիր։ Այնտեղ տգեղ բաներ են տեղի ունենում։ Եվ դու հասկանում ես, որ դա մի վայր է դառնում, որտեղ կարելի է ինչ ասես ասել եւ անել։ Սա անթույլատրելի է։ Ես անկեղծ ասած այս տարի 24-ին չեմ գնացել։ Ես 25-ին եմ այցելել։ Չեմ կարծում, որ մյուս տարի եւս կգնամ 24-ին, եթե շարունակվի
այս տենդենսը եւ չլինեն որևէ սահմանափակ։ Որովհետև 24-ին այդ քաղաքական մթնոլորտը կուլ է տալիս արարողության բուն։ Որտեվ մենք սկսել ենք սեփականաշնորհել մեր ազգային ողբերգությունները եւ ուրախությունները։ Չի կարելի այդպես անել։ 24-ը մեծ եղերնը ցեղասպանությունը դա մեր ազգային դժբախտությունն է, անկախ մեր հայացքներից, մոտեցումներից, կողմնորոշումներից, հազար ու մի բանից։ Դա բոլորինս է։ Եվ սա պահանջում է հարգանք բոլորի հանդեպ, բոլորի։ Այդ հարգանքը ցավոք սրտի սկսում է վերանալ։ Եվ այցելությունը դառնում է շատերի համար ձևական։ Եվ եկեք անկեղծ խոսենք, որտեղ սա ընդհանուր կարծեմ տենդենս է, մենք սկսել ենք համարել մեր բուն մասնագիտությունը։ Ես դա ասում եմ նաև մեր ոլորտի մասին թատերական, բայց կարծում եմ հանգիստ կարող եմ դա ասել եւ լրագրողական դաշտի վերաբերյալ։ Քաղաքական կողմնորոշումը, հայացքները դառնում են ավելի կարևոր, քան մասնագիտությունը։ Դե ասում են 26-ը ավելի բարդ է լինելու ձեր նշած առումով։ Շատ հավանական է, ընդ որում ես զգում եմ, որ սա ոչ միայն մի process է, որ մեր մոտ է տեղի ունենում, պարզապես մեր մոտ, ինչպես միշտ, շատ ու շատ բաներ փորձում են կրկնօրինակել Ռուսաստանից։ Այնտեղ լրագրողական մշակույթը գոտիկից ցած է իջել, սովետական միությունում նույնիսկ տենց բան չկար, եւ մենք հաճույքով դա ուրեմն դարձրել ենք մերը։ Իհարկե մեր ուրեմն որոշակի ազգային արոմատով, եթե կարելի է այդպես ասել։ Ո՞տ է, որ ներմուծվում է եւ այդ ներմուծվածը սպառում է գտնում։ Գիտեք, ճիշտ եք ասում, բայց ուզում եմ ասել մի բան, եթե կարելի է։ Եթե հողը մերժեր, այդ բույսը չերաճի։ Դրա համար ես ավելի մեծ նշանակություն եմ տալիս միշտ հասարակության կարծիքին, հասարակության զարգացմանը։ Մնացած բոլորը եւ քաղաքական կուսակցությունները եւ լրագրողները, նրանք բոլոր դեպքերում սպասարկում են այն տրամադրությունները, որոնք կան հասարակության մեջ։ Եվ հնարավոր չի պահանջել իրենցից առողջ մոտեցում, եթե հասարակությունը առողջ չի։ Թումանյանը ասում էր, ներսից ենք հիվանդ, բուժումը պետք է ներսից լինի։